Տեսություն։ Լավ եղեք, հաջողություն։ Սիրելի հեռուստադիտողներ, ասում եմ շատ հումորով հյուրեր ունենք տաղավարում, որովհետև երբ ասում են Գյումրի, դե հումորը կողքից քայլում է, իսկ մնացածը պատկերավոր, հիմա կտեսնենք, ես ներկայացնեմ թեման 19 մենամարտ, 19 հաղթանակ, որից 8-ը նոկաուտով։ Սրա մասին ավելի մանրամասն իհարկե կներկայացնեմ մեր հյուրը, բայց ավելի քան 260 սիրողական մարտեր եւ տարին մի քանի անգամ ելույթներ Միացյալ Նահանգներում, Անգլիայում եւ Իսպանիայում։ Ովքեր են մեր հյուրերը, որոնք այսպես ասած միամսյակին ծաղկաշատ իրենց ներկայությամբ հիմա մեր տաղավարում են, Դավիթը կներկայացնի։ Դե մեր տեղեքը լավն են, էլի Հայաստանում է գտնվում եւ այսօր մեզ հյուրընկալվել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Վլադիմիր Սարուխանյանը, հայաստանյան ներկայացուցիչ Մակար Բաբայանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Լավ, այս շատ վտանգավոր բան է, բայց 19 մենամարտ, 19 հաղթանակ, որից 8-ը նոկաուտով։ Այն ամեն մենամարտից առաջ պատրաստվելուց առաջ այնպես ես պատրաստվում, որ դու իրավունք չունես պարտություն կրելու, էլի քո մեջ, չէ։ Հա, նու շատ պատրաստվելու պատգատով կեն։ Շատ պատրաստվենք, որ ես պարաժանի չունիմ, նու 0 է։ Դիք շատ բանը մեջս բան է, որ պետք չկրվիս, ուտես, դե հիմի 19-0 ունիմ։ Հիմի ամսու 17-ին ապրելի, պետք Դուբայ եղնի բոյ, բանը պետք ինտերկոնտի մյուսը ես գլավնի պրետենդենտ կեղնիմ աշխարհի չեմպիոնի։ Հա, մեծ շаг մնաց, որ ես կբնիմ աշխարհի չեմպիոնի տիտուլի IBO։ Չի խանգարում այդ պարտություն չունենալը անընդհատ մտքում պահելը, որ պետքա ես չպարտվեմ, չի խանգարում դա։ Ոյ դիք ինչ ասեմ։ Ոնց կա այդպես։ Հա, դու переживать կենես բանը, վախենաս կողջ չկրվիս, դիք զարով կեստաս, նու քու մեջդ կպայես, որ դիք հեչ կարևորը լավ սիրուն է մտնի սրինք բոյեն ես։ Ես ուզում եմ ասել, որ Վլադիմիրը իրականում շատ վաղուց 6 տարեկանից ապրում է Սոչիում եւ իհարկե շատ ավելի լավ խոսում է ռուսերեն, քան հայերեն ու ինձ ասած կուլտուրական հետս չխոսից բան չեմ հասկանում։ Բայց քանի որ ես ընտիր Գյումրվա բարբարով կխոսիմ, փորձենք իրար լեզու հասկանալ, հիմա քանի տարի է, այսինքն որ տարիքից եք դուք զբաղվում այս սպորտով։ 13 տարեկանից սկսի պարաբել բոքսը։ Ինչու։ Ուշ չի 13-ը։ Առհասարակ 3 տարեկանից вообще ուշ է 13 տարեկանից, նու ես դուրս առաջ ֆուտբոլ կպարաբեի։ Հա, լավ խաղ է։ Հետո չտա ես դպրոցը քսիրե ես կրվել, մրվել, դպրոցը մեր զալ բաքսի։ դպրոցից։ Չէ, զալ բացին բոքս։ Բոքսն դեռ ես մեգից գնացի դեռ պարապել ու պես էներգիա պետք է միտեղ ծախսել։ Հա, որպես գնաց այս բանը 12 տարվա, այդպես լավ սկսի պարապել, 2 տարվա գնացի Եվրոպա կարի, ինձ признателен лучший боксер Եվրոպայի, հետո 15 թվին աշխարհ կարի, հետո 16 թվին Տուրքիա աշխարհ կարի, դեռ 2 անգամ աշխարհ կարի Լուբիտեսկի Յունաշը տեսա, հետո 12 թվին ես Հայաստանի հայկական դրոշի ներքո եք կռվում։ Չէ, այդ ռուսականից, բայց 12 թվին ես հայկական կողմից Տուրքիա գնացինք Եվրոպա, ես պրիզոր բան եղա Եվրոպայի, մեր դրոշականին, բայց ինձ ես Թուրքիա հետ կրվա, պրիմոյ ֆիրը, վիդեոն կա, ես իրան լավ ցեզի, բայց ձերը իրան հանին։ Ձերը իրան հանեցին։ Ինչու։ Որովհետև մենք ձեռներ մնացել, լավ ծեծել են։ Ձեռը մնացել են։ Մի րոպե, բայց դուք եք չէ հաղթող ճանաչվել։ Ես հաղթել եմ, հա։ Բայց վեստին իրան ձեռը հանին, որովհետև ինքը այսինքն հաղթանակը իրան տվեցին։ Հա, որովհետև ինքը մեսնի է Տուրքիայից էր, Բայց մի րոպե, ես ոնց բան չեմ հասկանում սպորտում։ Եթե ես հաղթել եմ, ո՞նց են հաղթանակը տալիս օրինակ քեզ։ Չգիտեմ, բարձր է։ Իրեկած սուդիա են նստած։ Իրականում սպորտում շատ անարդար բաներ կան։ Հա, դե ոչ միայն սպորտում, իհարկե ես քեզ պիտի խնդրեմ գոտին ցուցադրես, իհարկե։ Կուզեմ իմանալ WBC, հա։ Ճիշտ է։ Հա, սիկ WBC պոյս Ասիա։ Հա։ Սիկ քաշվի ամենաուժեղ վերսիան։ WBC ես իրան աշխարհի մեջի 10 բանը։ Ես Մուհամեդ Ալին, հա, վրեն։ Հա։ Երկրորդ ով է ինքը։
Չէ։ Որտեղ ես տեսնում։ Տայսոնը խան նկարներ կան։ Չէ, սա Տայսոնը չի։ Սա Ալինա։ Հա։ Սա Բայց դա Տայսոնը։ Հոլիֆերներ թե։ Կարա Խոլիֆելդը լինի։ Չէ, Խոլիֆելդը չի։ Այսինքն իրենք ձեր կուրքն են, այս վակցիորները։ Կումերն է։ Հա։ Տայսոնը պստիկ բախտվանից Դե մի ինչ կկանենամ, այդքան կխոսենք։ Տայսոնը պստիկ բախտվանից իմ կոմերս է այն։ Դե Տայսոնը մեր բոլորիս որ սիրած Մենք դա անգամ փոքր երեխա էինք, տղաներից անընդհատ լսում էինք այդ անունը։ 8 այն մարզիկներին, որոնց նոկաուտ է կարել, ինչ ազգի ներկայացուցիչներ էին։ Թուրք կար։ Թուրք կար, դիա բանը, ես պրոֆեսիոնալնի մետարի առաջ էր եղել, Տուրսը սենտեմբրե բանը եղել էր։ Ես Տուրսը Թուրքիա դե կրվե, երրորդ ռաունդը իրան պեչին նոկաուտ եղել։ Как раз այնտեղ մի լավ նկար ունիմ Instagram-ին գեղես կանյած եմ ինքը նստած։ Շատ դուրս եկավ։ Տեսեք ինչ լավ է, մենք ինչ հայրենակիցների ենք բացահայտում, որոնք ցավոք Հայաստանում չեն բնակվում, չեք որոշել տեղափոխվել Հայաստան։ Նու Հայաստանը դուրս կուկա Երևանը։ Ընդամենը դուրս կուգա ու վերջ։ Չէ, նու ես ապրելու, չգիտեմ, կրնամ ստեղ ես բաբշը կաբրե 12 թիվից ես Հայաստանի կոմից որ կապնեիկը, այստեղ շատ ավելի շատ է, քան թե Սոչի։ Բա ինչ եք կասկածում, որ կարող եք ապրել այստեղ։ Թանկա։ Հետի կարստողը թանկ է։ Թանկա չէ։ Կարստողը։ Իրականում Սոչի է, ամենամատ հաստատ։ Մենակ Սոչի չէ, Մոսկվայի ամբողջ աշխարհի անունը։ Թանկա։ Ես ասեմ նոր մեկ է 2-3 անգամ թանկա։ Բա ուզում եք Հայաստանում ապրեք։ Ես մերանց սկսեմ ես ավելի լավ սգամ, ստեղ աշխատիմ փող ղրգեմ Ռուսաստան կասի, Ռուսաստանից ստեղ։ Մակար դու ինչ ես անում։ Ես ուզում եի ներողություն, որովհետև չֆիքսեցի այդ պահը։ Ասացիք հաջորդ մենամարտը որ պիտի լինի։ Դիք հասկացաք ինչ կսեմ։ Հաջորդ այդ բոյը, կռիվը, դիծեցեք ինչ որ մեկին։ Հայաստանի դրոշի ներքո։ Հա, Հայաստանի, Հայաստանը представлять կենեմ Հայաստանը։ Բայց ասա որ ես Գյումրվա բարբարով լավ կխոսեմ։ Հա, շատ լավ կխոսեմ։ Ես ցեզի կասկնամ։ Պատմի Մակար։ Վլադիմիրը, քանի որ շատ կարճ ժամանակով է գտնվում Հայաստանում, մենք աշխատում ենք իր գլխավոր հովանավորների հետ կապված հարցերով, տարվում են բանակցություններ, որպեսզի հավուկ պատշաճի մենամարտը տեղի ունենա Դուբայում, IBO վարկածով գավաթի համար։ Սա արդեն պրոֆեսիոնալ մենամարտ է, չէ՞։ Այո, IBO վարկածով գոյություն ունի 5 վարկածներով գոտի, WBC-ն արդեն այսպես ասած ունենք եւ IBO վարկածի համար ենք պայքարելու ու պետք է ներկայացնենք Հայաստանը պատվով ունենանք հաղթանակ, դառնա արդեն ոնց որ ասած ռեկորդը 20-0։ Բացի 20-0-ն, եթե ինքը Դուբայում հաղթում է, արդեն աշխարհի չեմպիոնի հետ մենամարտի իրավունք է ստանում, ճիշտ է։ Այս Իրան արդեն ես գլավնի պրետենդենտն եմ, աշխարհի չեմ ինքը գլխավոր հավակնող։ Հա, ինքը չի կրնա փախնեզնից։ Հա։ Ինքը արդեն պետք է իմ հետս կվնի։ Չէ, կարա փախնի, կարա գոտին բերի։ Հա, կամ գոտին ընձիտա։ Ում հետ է լինելու մենամարտը, ինչ ազգի ներկայացուցչի։ Այնտեղ իրան կա այդ վերսիան, ինքը վիբրաց կենե, ում հետ ես պետք է կբնիմ։ Այնտեղ աշխարհի 50-ի over աշխարհի մեջ։ Հաշային կարգերի։ Չեն ասի նախապես, որ ենթադրենք ինքը ստրատեգիաները մշակի իմանա։ Հա, քսեն զարանի գմին ում է 3 շաբաթ, պես 4 մեզի քսեն հիմի վիբրաց կենեն, որ ում է դες պետք է բնիմ։ Հետո դուք սկսում եք նրա մարտերը նայել, հա, տրեյները քսե բանը իզուչած, իրանք են լավ սորվի։ Ես չեմ նայ սապերինգներին, որովհետև չեմ ուզել իրանց նայ։ Տրեյներ սախ նայ, սորվի քսե իր այդ պես պետք է աշխատի։ Հետաքրքիր է։ Իր ցախ կողմը թույլ է։ Մի ժամանակ ինձ թվում էր, որովհետև միշտ ուշադրություն եմ դարձնում, շատ սպորտսմեններ են կարիք ունեցել այստեղ ընդունելու։ Միշտ ուշադրություն ես ներել, մտածում եմ բոլոր բռնցքամարտիկների ձեռքերը ասես պիտի մեծ լինեն, որովհետև որ մի հատ տա դե տենց, բայց հետո նայում ես ասես չի։ Ուղղակի ձեռնոցներին ես խափվել։ Հա, երևի, բայց նայում ես իր ձեռքերին, ասես տենց չի էլի խոշոր։ Ոնց է տենց ձեռքեր լինեն։ Հա։ Շատ ավելի նուրբ, քան պատկերացնում ես, որովհետև մտածում ես այնց որ ծեծված, վերքերով, մեծ ձեռքեր, բարձր Դե ոչ։ անցել է վերքերի այդ շրջանը, անցել է արդեն։ Հա լինում են, բայց դուք ձեռնոցներով եք կռվում, թե։ Հա, ձեռնոցներով 80-ի, եսա շատ բան է, պստիկ է, ապասներ կնազ լավոր կբար, սոդիկ նոկաուտ։
Դուք քանի տարեկան եք հիմա, ինչքան դեռ ժամանակ ունեք տարիքի առումով, այսպես ասած հանգիստ մրցելու բոլորը։ Ես 35 տարեկան եմ։ Նու ես կնամ դե 40 տարեկան պարապին, որովհետև բանը Մենի Պակյաո այսպես կար, միամ սաղի շատ պոյսն է ինքը վերսիա 6 կատեգորի, թե 8 կատեգորի Մեյվեզերին կրվեց։ Մեյվեզերին կրվան նուրդիկ ռովնի պոյր։ Ես Ամերիկա բանը Մենի Պակյաո սպարինգ պարտներն էին։ Իրանք զի կանչին, հա, ես բանը։ Հա, իրանք դուք նույն քաշային կարգում եք։ Ինչ։ Նույն քաշային կարգում եք Պակյաոյի հետ։ Չէ, ինքը ավելի շատ։ Նո տրեյները իր Ֆրեդի Ռոչը տեսավ, զեսավ տավայ բանը, ինչ լավ բոքսոր է, սարի բանը, Մենի Պակյաոյի սպարինգավաճ էր։ Ես իր հետ այնտեղ այնպես սպարինգներ կեն, այնտեղ սաղ զալը պարամունքը սաղ կանյազ ենք, սերես սպով է։ Վիդեոկամերա կանեին, բայց մեզի չտվին։ Ուժեղ է ինքը։ Շատ լավն է, հա, ինքը շատ ուժեղ է, ձեռները երկար։ Ну, այդպես միրավոր զվիզդայի հետ որ սպարինգ կենի, այս բաշես սկորի։ Նկարներ կան տեղ որտեղ մենք ես իրան մեմ կզանգեմ, հետո մեմ կփաթադրվեմ։ Վլադիմիր, հիմա այս մենամարտից հետո, որը երբ էր տեղի ունենալու։ 8-ին։ 17-ին։ Չէ, 17-ին։ Ապրիլի 17-ին։ Դրանից հետո առիթ կունենանք տեսնելու ձեզ օրինակ այս տաղավարում ու հասկանանք հաղթեցիք, չհաղթեցիք, ինչ տեղի ունեցավ։ Հա, ես կուկամ Հայաստան, ու կամ ձեր մոտ։ Դե ասում եմ բռնցքամարտի խոստում է, գիտեք, այնտեղ չի կարելի խաղթել։ Բանը ուշ կրեմ, Աստված տա, կուկամ Հայաստան, մենք ելիք տեսնվենք, ու արդեն պատրաստվում աշխարհի չեմպիոնի բանը, տիտուլը։ Աշխարհի չեմպիոնից հետո էլ պիտի գաք։ Չէ, ես իմ ձեռնոցները կհագնեմ, ձեր հետ կկռվեմ, որ ասեք ու չգաք։ Ինձ թվում է այս դեպքում ավելի խելացի կլիներ այդ աշխարհի չեմպիոնի մենամարտի համար մենք 2 տոմս գնեինք կամ մենք նվեր ստանենք, գնայինք նայենք, ստեգայի ճանես մարտանի գնանք։ Որ կարողանամ նայել, այդ ինձ թվում է տղամարդկանց է բնորոշ, ես այնտեղ չեմ կարող տեսնել թե ինչ է կատարվում։ Չէ, դե բոքսը դա UFC չի։ Հետո կարելի է լսել, հաղթեց, չհաղթեց, բայց չհետևել։ Շատ նորմալ, շատ ցիվիլ, շատ լավ ու հրաշալի կանոններով սպորտաձև է։ Այ UFC-ն այդ է պետք է դու գիտես։ Բոքսի դեպքում էլ երբեմն լինում է ծանոթ Վլադիմիրի մենամարտերից մեկում իր կոմպոնենտի հետ, այսպես ասած, շատ արունալի մենամարտ է ունեցել, որը նաև հաղթել է, բայց նաև բռնցքամարտում լինում են այսպես ծանր տրավմաներ, արունալի է։ Իհարկե։ Իսկ այդ դեպքում չեն կանգնեցնում կամ չգիտեմ, ինչ որ մի բան անեն, եթե դա կանոնների մրցավարի եւ ըստ կանոնների էլի։ Կանոնների ըստ մարզչի ցուցումի, եթե տեսնում է, որ արդեն մենամարտը պետքա կանգնի, նետում են սպիտակ սրբիչը ոնց է այրեն։ Հա, սրբիչը։ Սրբիչ։ Այրեն, հա։ Հա։ Սրբիչ, այո։ Սրբիչ։ Ռայով։ Սրբիչ։ Այն օրեն մի աղջիկ ասում էր, որ ես կրթություն բառը ռհ եմ ասել, որովհետև ես անկիրթ եմ։ Սիրելի հյուրեր, իհարկե շատ հաճելի էր ծանոթանալ մեր հայրենակցի հետ, որը ցավոք Հայաստանում չի ապրում, բայց իրականում այս տեսակ սպորտի ասպարեզում լուրջ ճանապարհ է անցել։ Այս ինձ թվում է Դավիթը դե միանգամից հասկացավ ինչի մասին է խոսքը։ Ես ընդհանրապես այն որ ասում եմ հաշվում եմ ինչ հաղթանակներ են եւ քանակությունը, բայց վստահ եմ որ յուրաքանչյուրիս հայի համար էլ մեծ պատիվ է, երբ մեր հայրենակիցը ունի այս տեսակ հաղթանակներ, հատկապես երբ ճշնամուն է կարողանում որ ասում եմ պարկեցնել, այդ առավել քան մեզ տալիս է էլի այն հպարտությունը, որ հայկական դրոշը էլի առիթ կունենա բարձրանալու ի պատիվ հաղթանակի, որովհետև Վլադիմիրը խոստացել է, մենք էլ մեր բոլոր ցանկությունները ներդրում են, դրական էներգիան տալիս ենք իրեն, որ ինքը գնա եւ անպայման հաղթի, հետո գա մեզ հյուր։ Հա, ու մենք Մակարը հետ խոսացել ենք, որ բանը Աստվածտակարի կեսպոյը աշխարհի չեմպիոնի տիտուլը որ կրմանք, ենենք որ հայկական խոսանք մենեջերներից հետ, որ հայկական տելևիզիան պրիմո էֆիրը հանեն։ Հայկական հերթանկերությունը ուղիղ հեռարձակման ցույցն մենամարտը։ Ճիշտ է, հրաշալի կլինի իրականում, այո։ Դե ձեզ հաջողություն ենք մաղթում։ Այդ զրոն պարտադիր է պահպանել, այս կյանքում են միակ եզակի զրոներից է, որ պարտադիր է պահպանել, որովհետև դա իրականում եւ շատ դժվար է եւ շատ կարեւոր է, բայց դրա վրա պետք է չի շատ ֆիքսվել, պետք է դուրս գալ ռինգ եւ մտածել միայն մարտի մասին, ոչ թե զրոյի։ Այո։ Որ երկրում էր տեղի ունենալու։ Դուբայում։ Դե հուսանք ես վստահ եմ ավելի քան այսքան հաղթանակներ գրանցած սպորտսմենը իհարկե հաղթած
կլինի արդեն մեր տաղավարում։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Հաջողություն ենք մաղթում։ Ասում ենք ձեզ հետ ենք, հանկարծ դուխից չընկնեք, հատկապես ես ու Դավիթը ձեզ հետ ենք, ու վստահեցնում եմ, այո, որ, չգիտեմ, մի ողջ հայացք վստահ եմ, եթե իմանա, որ մեր հայրենակիցը ունի այս տեսակ անցած ճանապարհ եւ պիտի մենամարտի, բոլորս իհարկե մեր ամբողջ ցանկություններով լինելու ենք ձեզ հետ, որ հաղթանակ գրանցեք։ Աստված սա որ մենք կրենք, որ արդեն Վանյա աշխարհի չեմպիոնի բոյեղ ենք, մենք այդպես պաստարած կյանենք, որ ձեզի պրիգլասիտ ենք, ինչ որ դուք կարողանաք։ Շնորհակալություն։ Հայկական դրոշի ներքո եք կրվելու Դուբայում։ Վերջ։ Մենք սպասում ենք ձեզ հաղթանակով մեր տաղավարում ծաղիկներով։ Մենք ձեզ կտանք։ Մենք ենք ծաղիկները տալու։ Շնորհակալ ենք սիրելի հեռուստադիտողներ, դե ինչպես տեսնում եք, ասում եմ, մենք ոչ միայն մշակութային իրադարձություններ ենք ներկայացնում, այլ նաև սպորտի ասպարեզում, քանի որ իսկապես նախ ունեցել ենք շատ լուրջ ներդրում եւ իհարկե շատ լուրջ անուններ, մենք ոչ մի գրամ չենք կասկածում, որ եւս մեր հայրենակիցը, որը նոր պատիվ ունեցանք ծանոթանալու, հաղթանակով հետ կվերադառնա եւ մենք ելի կխոսենք հայի հաղթանակի մասին։ Այս պահին գովազդ, որից հետո կշարունակենք։